Եթե լուրջ նայենք, Ստալինյան բռնապետությունը Հայաստանին անհամեմատ ավելի քիչ վնաս է տվել, քան նիկոլական բռնապետությունը։ Եվրոպան է ֆաշիզմի բնօրանն է, էլի, արի գոնե դրա մասին։ Իրանք մեզ նայում են որպես աբորիգեն։ Տարանջատվեցինք, մենք հա մերժում ենք ռուսներին։ Պատկերացնում ես Մակրոնը գնա Մալիում պրեզիդենտին աջակցի։ Նկատել ես իշխանությունը փորձում անդիմությանը փչացնել իր հետ կապելով։ Նույնիսկ դրսից եկած մարդիկ ասում են կարող է Հայաստանում Տեսլայի գործարան կա։ Լուրջ դատապարտում են ագրեսոր Ռուսաստանին, այդ փաստաթղթի մեջ մի կետն էլ դրան էր նվիրված։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական բացի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք այսօր երկուշաբթի, ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Պապաջանն այս տաղավարում փորձում ենք քննարկել քաղաքական ամենակարևոր իրադարձությունները։ Այս շաբաթվա կարևոր, թե ոչ կարևոր, ամենագլխավոր իրադարձությունը ինձ թվում է ԵՄ Հայաստան, ինչա կոչվում, գագաթաժողով եւ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողով։ Արի իրերը իր անունով կոչենք, հա, սա չգիտեմ ինչի համաժողովն է, որ համայնքի եւ ոնց, բայց իմ տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ամենամեծ տեսախոլովակն է։ Սենց արդեն երևի մի 12 ժամ է այդ տեսահոլովակը ուղիղ եթերում է, այլ փողոցներում քայլում են, այլ Նիկոլին ողջունում են, այլ չգիտեմ դիմավորում են, այլ հաճելի սիրելի խոսքեր են ասում, այլ ռեստորաններ են գնում, այլ ժողովրդի հետ նկարվում են։ Այս տպավորությունն է, որ ոնց որ ԵՄ-ն ջանք ու եռան չի խնայում, որպեսզի ցույց տա, որ ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Ես ճիշտ եմ, թե ճիշտ չեմ։ Դե իհարկե ճիշտ ես, որ ինչա նշանակում քաղաքական համայնք, ինչա նշանակում գագաթաժողով, ԵՄ Հայաստան գագաթաժողով։ Կոտորվել է, էլի, ԵՄ-ն Հայաստանի հետ հաղորդակցվել։ Պարզա Նիկոլ Փաշինյանը հատուկ պլանավորել է այս միջոցառումը, հատուկ ընտրություններից մի ամիս առաջ, որպեսզի դա ներկայացնի որպես իր իշխանության արտաքին լեգիտիմություն։ Մենք այս բանում տաղավարում աջակցություն ես կասեի։ Լեգիտիմությունը, ասենք, չգիտեմ ինչքանով կապահովի, բայց այդ որ 100 հատ նամակ գրեցին այդ ԵՄ-ին ասելով, որ եկեք հետաձգեք այս միջոցառումը, թող լինի մի քիչ ավելի ուշ ընտրություններն անցնեն հետո ու իրանք ոչ մի արձագանք։ Որովհետև ի սկզբանե նենց չի էլի, որ Եվրոպայում քնած են եղել, զարթնել են ու իմացել են, արա ասել են, վայ, բան, մենք գնում ենք փաստորեն ընտրություններից մի ամիս առաջ եւ այդ մեր աջակցությունը, մեր այցը լինելու է ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Իհարկե, երբ որ Նիկոլ Փաշինյանը իրանց հրավիրել է, երբ որ պլանավորել է, իրանք շատ լավ իմացել են, ինչի համար են գալիս, ում համար են գալիս, երբ են գալիս եւ այլն։ Շատ լավ տեղյակ են եղել քաղբանտարկյալների մասին, շատ լավ տեղյակ են եղել Բաքվում պահվող գերիների մասին, շատ լավ տեղյակ են եղել բանակցային գործընթացի էտապների մասին։ Շատ լավ տեղյակ են եղել, որ Նիկոլ Փաշինյանը հայ հանրության կողմից մերժված է եւ ինչի եմ ասում արտաքին լեգիտիմություն։ Նայ, Զառա, այս տաղավարում մի քանի անգամ, առնվազն 2-3 անգամ դրա մասին ասվել է։ Երբ որ իշխանությունը կորցնում է իր հասարակության աջակցությունը, ինքը սկսում է աջակցություն փնտրել դրսում։ Գնում է ասում ախպեր, լավ, իմ ժողովուրդը ինձ չի ընդունում, բան եւ այլն, արեք դուք ինձ աջակցեք։ Այսինքն իր հույսը իշխանությունը պահելու հարցում մնացել է արտաքին ուժերը։ Իսկ ովքեր են այդ արտաքին ուժերը։ Պարզ է, չէ, որ ռուսները իրան դեմ են, չեն աջակցում միանշանակ, իրանք էլ հատուկ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրում են, թշնամություն են։ Հակառուսականության ալիքի վրա ուզում են ԵՄ աջակցություն։ Ահա, եվրոպացիք էլ այդ աջակցությունը տրամադրում են։ 3 օր առաջ ուղղակի ուշադիր, ավելի ճիշտ կլինի ասել ուշադիր եղել ես, որ գագաթաժողովից ընդամենը 3 օր առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանը սարքի գուբերնիա, եթե Ուկրաինայում դա անում են հատուկ ռազմական գործողության միջոցով, ստեղ ուզում են դա անեն բանի միջոցով,
ընտրություններում իշխանազավթման միջոցով եւ այլն։ Ընդ որում էս առաջին դեպքն էր, որ ուղիղ Ռուսաստանի Դաշնությունն էր ասում, այսինքն չէր ասում ինչ որ ուժ էր Ռուսաստանում, ում չէր անում ինչ որ բաշնյաների թեկուզ, հենց ուղիղ պետությանն էր մեղադրում։ Իհարկե, ուղիղ պետությանն էր մեղադրում, որովհետեւ հնարավոր չի առանց պետությանը մեղադրելու ասել, որ ոնց որ Ուկրաինայում բանը հատուկ ռազմական գործողությամբ են ուզում Ուկրաինան գրավեն, ստեղել ընտրություններով, որովհետև հատուկ ռազմական գործողությունը դա իրականացվում է պետության կողմից, դա չի իրականացվում առանձին անհատների կամ նույնիսկ իշխանական խմբերի կողմից։ Եվ երկրորդը, երբ որ դու խոսում ես Հայաստանը գուբերնիա սարքելու մտադրության մասին, պարզ է, չէ՞ որ դա ինչ որ անհատների ծրագիր չի կարա լինի, դա պետության ծրագիր է, բայց ինչի են դա հիմա ասում, որովհետև դա ասում էր հատուկ եվրոպացիների համար, ասում են տեսեք, մենք տարանջատվեցինք, մենք մերժում ենք ռուսներին։ Ոչ, Ռուսաստանը մեր թշնամին է, Ռուսաստանը ուզում է մեզ կուլ տա, ուզում է ստեղ պետական հեղաշրջում անի, ընդդիմությունը դա Ռուսաստանի գործիքն է, այդ հեղաշրջման, եւ ով է հերոսաբար դիմադրում այդ բանին, գուբերնիացմանը։ Անձնազոհաբար ես կասեմ։ Հա, անձնազոհաբար։ Դե հիմա բնական է, չէ՞, ինչ պետք է օրինակ ուրիշ, եթե անկեղծ խոսեն, անկեղծ։ Ալեն Սիմոնյանը պետք է ասի, ախպեր, ես չեմ ուզում մի ամիս հետո կորցնեմ ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Ու եվրոպացիներն էլ բացի Ռուսաստանի դեմ թշնամի լինելու հանգամանքից ուրիշ բան չունեն տալու։ Այսինքն գլոբալ որ նայում ես, այդ եվրոպացին Նիկոլից ինչ կարա ուզի, բացի ՌԴ-ի դեմ թշնամությունը։ Ոչ մի բան։ Մակրոնին էլ ուրիշ ինչ կարա պետք լինի Հայաստանից։ Դժվար թե կոնյակի կամ չգիտեմ, ծիրանի համար աջակցի Նիկոլին էլի։ Հայաստանը ինչ ուներ տալու եվրոպացիներին, այդ քո ասած կոնյակը կամ չգիտեմ ծիրանը կամ Հայաստանի ընդերքը, դա արդեն տված պրծած է, դա արդեն վերաբաշխված է, ուրիշ որը միակ բանը, որ կա Հայաստանում, դա հակառուսականությունն է, որը իրանք ուզում են ծախեն, եւ դա ծախվում է։ Ինչի, որովհետեւ այսօր հակառուսականությունը դա Եվրոպայում ամենապահանջված ապրանքն է։ Բայց նայ, ստեղ մի հատ տրամաբանական հարց է առաջանում։ Լավ, ենթադրենք, Ռուսաստանը ուզում է Հայաստանը գուբերնիա սարքի։ Դուք էլ չեք ուզում թողեք։ Իբր թե չեք ուզում թողեք։ Շատ ինքնիշխան։ Հա, ինքնիշխան եք, չեք ուզում թողեք։ Լսի, բայց ո՞րն է այդ մեխանիզմը։ Արդյոք այդ մեխանիզմը հայ ժողովրդի քվեարկությունը ոչնչացնելն է։ Դա արդյոք դա Հայաստանում ընտրական ինստիտուտի ոչնչացումն է, որտեվ երբ որ դու ասում ես, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանում ընտրություններով Հայաստանը գրավի, դրա հաջորդ քայլը այնա, որ ընտրությունները չեղարկես։ Պատկերացնում ես, ասես, բա եթե ընտրություններով ասում է Ռուսաստանը օգտվում է Հայաստանի մամուլի սոցիալական ցանցերի ազատ լինելուց եւ ստեղ բան է անում։ Քարոզարշավը անում է։ Քարոզարշավը անում։ Դասի ինչ պետք է անել, որ Ռուսաստանին արգելել։ Ուրեմն պետք է մտցնել ընտրական ցենզ, օրինակ ընտրելու իրավունք ունենան միայն ԿՊ աջակիցները։ Ինչ ված կլինի որ կամ ընդհանրապես ընտրություն չլինի։ Էլ դե լա տարբերակ։ Դասի իրանց ասացի ամբողջ իմաստը հետեւյալն է, որ կամ մամուլը պետք է սահմանափակվի, ազատությունները պետք է սահմանափակվեն։ Հետո էլ կասեն մարդ են բերում ինքնաթիռով, հետո էլ կասեն, չգիտեմ, փող են ուղարկում, չէ՞, ոնց որ հիմա արդեն իսկ ասում են։ Այսինքն հեշտ չի որ մենակ մամուլի մեղքով է որ ՌԴ-ն այստեղ հաջողություններ ունի կամ աջակցություն ունի։ Դե ուզում եմ ասեմ, իրանց ասացի իմաստը այն է, որ եթե մենք պետք է իշխանությունը կորցնենք, մնացած ամեն ինչը ներելի է։ Եվ ընտրությունները չեղարկելը, եւ Ռուսաստանի հետ ավիո կամ նույնիսկ ավտոմոբիլային հաղորդակցությունը փակելը, եւ դուրս գալը $600 գազը, անվերջ կարելի է։ Հա, որտեվ գուբերնիա չդառնանք։ Բայց երբ որ մենք գուբերնիա չենք դառնում, մենք ինչ ենք դառնում, 8 տարի մենք ինչ ենք դառնում։ Իհարկե, դա դառնում ենք թուրքական ենթապետություն։ Ու ենթապետություն ասածն է պետություն բառն էլ այստեղ։ Թուրքական հպատակություն։ Վիլայետ։ Այստեղ հարց է առաջանում, ինչի է Ալեն Սիմոնյանին կամ Նիկոլ Փաշինյանին թուրքական վիլայեթը ավելի հոգեհարազատ,
քան ռուսական գուբերնիան։ Հարցը չի առաջանում։ Չէ, որովհետև եթե Հիմա իրանք գենետիկ անալիզ չեն Չէ, կարող, ավո, ինչ է։ գենետիկայի հետ կապված չի։ Դու մտածում ես, ես պետք է ասեմ Ալեններ կամ Նիկոլը թուրքեն կամ թուրքական արյուն ունեն, Այս տարածաշրջանում եղել են այդ ազգերը, ապրել են։ Չէ, ավելի տերիվիալ պատճառ կա։ Իրանք մտածում են, որ ռուսների հետ իրանք խնդիր ունեն։ Ռուսները ունեն ավելի հարազատ մարդիկ, որոնց կհանձնեն իշխանությունը, թուրքերի համար հարազատ ըստեղ իրանք են։ Այսինքն, եթե դառնում է Հայաստանը դառնում է գուբերնիա, Նիկոլ Փաշինյանը վիլայետ, Նիկոլ Փաշինյան կարծեմ վիլայեթում ղեկավարը Վալին է եղել։ Նիկոլ Փաշինյանը վալի է ալնում, ասենք ենթադրենք Ալեն Սիմոնյանն էլ ինչ ասեմ, ես այնտեղ ինչ որ մի կոչում կտան, մի պաշտոն կտան։ Մկների ժողովի ղեկավար։ Հա, բայց այն տարբերակում իբր թե գուբերնիայի տարբերակում։ Գուբերնատորի պաշտոնը ուրիշ մարդու կտան։ Ասում ախպեր, ես ուզում եմ գուբերնիա չլինի, ես ուզում եմ բանը լինի, թուրքական նահանգ լինի կամ չգիտեմ վիլայեթ լինի, ինչ լինի, որովհետև այնտեղ իմ աշխատանքը, իմ աշխատավարձը, իմ ծառայողական մեքենան, սիրուհին, չգիտեմ, արտասահմանյան ճամփորդությունները երաշխավորված են։ Բայց եթե Ալեն Սիմոնյանը կամ Նիկոլ Փաշինյանը այդքան անկեղծ են իրենց հակառուսականության մեջ, հաջորդ քայլով Ալեն Սիմոնյանը պետք է իր այդ ծառայողական մեքենան ախրանիկներին, բաներին վերցներ ու այդհար օրինակ Գյումրիի 102-րդ ռազմաբազան ստեղից դատարկելու։ Հա, դատարկելու, որովհետև լսի, երբ որ մի երկիր ուզում է մի այլ երկիր գուբերնիա սարքի, կպցնի իրար, չէ՞։ Լավ իդեաներ մի տուր, իրանցից հեռու չի էլի, որ այդ դրան էլ կգնան։ Ընդ որում Լսի, նենց էլ չի որ ասեն Թուրքիայից մեզ ոչ մի վտանգ չի սպառնում այսուհետ, եկեք բացենք սահմանները։ Լսի, դրա ժամանակը գալու է։ Իհարկե, ընտրություններից հետո բան են անելու։ Ռուսներին ասելու են հաջողություն։ Սրանք ինչ են ասելու, ինչ են անելու, կարելի է կանխատեսել, հասկանում ես, որովհետև պարզավոր իրենց իշխանության իրենց աթոռի համար ամեն ինչ ասելու են, ամեն ինչ անելու են։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է այդ պսևդոդեմոկրատ եվրոպացիների վարքագիծը, հասկանում ես, ասենք դուք 8 տարի Հայաստանին վերաբերվել եք ոնց որ տենց, չգիտեմ, էլի բան անհայտ տարածքի, մենք պատերազմ ենք եղել ձեր բացի բան, չգիտեմ, աջակցությունից ու ջերմ կենացներից ոչինչ չենք լսել, ընդ որում բան, հա, բանավոր աջակցությունից։ Մենք բանակցությունների գործընթացում ենք եղել, մեկ կտ մի հատ մասնակցություն չի ունեցել, որովհետեւ կերպ որ Ալիևի ախորժակը զսպի էս երկրին գոնե մի թեթև շնչելու հնարավորություն տա։ Մենք գերիներ ունենք դրանցով, ոչ մեկ չի զբաղվում, Մակրոնը երեկ է հիշել, ասում է կասեմ Ալիևին գերիների հարցի համար։ Մենք այսքան արհավիրքների մեջով անցել ենք, դուք մի անգամ չեք ասել ո՞նց եք հայ ժողովուրդ, ինչով ձեզ օգնենք, բացի խոստումներից, էլի։ Զարա, լսի, հիմա հարցը չի առաջանում, լավ, Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանը Նիկոլ Փաշինյանական իշխանությունով, ասենք եվրոպացիների նույն Մակրոնի, նույն չգիտեմ Ուրսուլա ֆոն դեր Լեյնին կամ ասենք Կայա Կալասի, բան, չէ՞, 1000 տարի պետք չեն, այդ ակնհայտ։ Ինչի համար է պետք, լավ, չէ, պետքա, չէ որ ի վերջո իրանք ելել են, եկել են ստեղ, չէ, այդ հսկայական կազմով։ Հարցը առաջանում, ինչի համար։ Ինչ որ մի ռացիոնալ բացատրություն պետքա իրանց Հայաստանի։ Լսի, այդ նույն մենք ասում ենք, չէ, սկզբից դու ասում ես ծախում է, հակառուսականությունը ծախում է։ Լսի, եվրոպացիները իրանք նույնպես իրացիոնալ մի հատ բանի մեջ են, պրոցեսի մեջ են։ Իրանք ասում են մենք կռվում ենք Ռուսաստանի հետ եւ ահա տեսեք, մենք Հայաստանում հաղթեցինք Ռուսաստանին։ Ընդ որում իրանք Ադրբեջանին ամեն ձև աջակցում են, որպեսզի Ռուսաստանի գազը Ադրբեջանի միջոցով հասնի իրանց սպառողներին, հա? Պրիմիտիվ մեխանիզմ է, Հայաստան-Ադրբեջան տանդեմից իրանք նախընտրում են Ադրբեջանին, որտեղ այնտեղից սոկարից նյութական շահագրգռվածություն ունեն եւ աջակցություն ունեն առհասարակ։ Հիմա այս երեսպաշտությունը, հասկանում ես, այս տականքությունը, որ սենց եկել են քարոզարշավ են անում, հայ ժողովրդին մի բան ասելու է։ Ինչ որ մեկը հավատալու է սրանց այս։ Լսի, հայ ժողովուրդը, գիտես ինչ, հայ ժողովուրդը սենց նայմած սիրուն տեսարան է, եվրոպական առաջնորդները, բան, եւ հայ ժողովրդին ինչ են ուզում կերցնեն, նենց բան ասած, կոպիտ բառով ասած, որ հայ ժողովուրդ ջան, տեսեք, այո, դուք եվրոպական ընտանիքի անդամ եք, որում վիզաների հերթերը տա ամիսներ է, չգիտեմ, որովհետեւ աջակցություն ֆինանսական չի եղել, էլի խոստումների բանով է, ֆորմատով է։ Լարա, ես եթե մեզ դիտում են նաեւ օրինակ դրսում,
եվրոպական երկրներում։ Ես մի բան եմ ուզում ասեմ, այս ամեն ինչը ուղղվելու է նաև Եվրոպայում ապրող մեր հայրենակիցների դեմ։ Բացատրի։ Շատ հասարակ բացատրեմ, դրա օրինակը կա Վրաստանի դեպքում, կա Մոլդովայի դեպքում եւ նաեւ Ուկրաինայի դեպքում, երբ որ այսպես ասած երկիրը անցնում է ազատ վիզայի ռեժիմի, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենում շատ ազատ գնալ բան, չէ՞։ Լսի, այդ ժամանակ սկսում են այնտեղ գտնվող, բայց կարգավիճակ չունեցող մարդկանց բռնել եւ ուղարկել Հայաստան, ասում են, всё, լսի, առանց վիզայի ռեժիմը դա ընդամենը 90 օրվա մասին է խոսքը։ Մարդը եթե Հայաստանը Եվրոմիության հետ անցնի ազատ վիզայի ռեժիմի, մարդը կարա այդ անձնագրերն էլ հիմա որ այդ բիոմետրիկ անձնագրերը հատուկ անում են, արվում է նաև այդ նպատակով։ Ես նույնիսկ տեղեկություն ունեմ, որ 2027-2028 տեն շատ արագացված առանց վիզաների ռեժիմ կարան մտցնեն, եւ դա լսի, բայց դա Հայաստանի համար կատաստրոֆա է։ Լսի, Վրաստանը անցավ ազատ վիզայի ռեժիմի եւ կորցրեց իր բնակչության 10%-ը ու ամենաերիտասարդ, ամենաաշխատունակ այտենց բան մասը կորցրեց։ Հիմա էլ ինչ քայլանում է, սպառնում են, ասում են առանց վիզաների ռեժիմը կդադարեցնենք։ Հա, այսինքն որ ոնց մի օրում տվել են, տենց մի օրում էլ հետ կարան եւ երկրորդը սկսում են այնտեղ հենց այդ մարդիկ սկսում են խախտել ազատ վիզայի ռեժիմը, սկսում են այդ մարդկանց հավաքել ու ուղարկել Հայաստան, նու Վրաստանի դեպքում Վրաստան, եւ մյուսը այն մարդիկ, ովքեր արդեն ընդեղ են, եւ ինչ որ մի եւ իրանցել են հավաքում ուղարկում, որտեվ ասում են ձեր երկիրը այլևս մեր եվրոպական միության, այսպես ասած, լիարժեք համարյա լիարժեք անդամ է, գնացեք ձեր երկիրը, էլ ձեր երկրում ճնշում չկա, դուք փախստական չեք կարա լինեք ստեղ։ Ոնց որ Ամերիկան արեց 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիշում ես, որ այն գեյ բանով գնում էին հոդվածով, բոլորին հետ ուղարկեց, ասեց էլ գեյերին չեն ճնշում, Հայաստան գնացեք էլ։ Լսի, հիմա Ամերիկան ամեն երևի 3 ամիս մի անգամ մի ինքնաթիռ մարդ է հավաքում ուղարկում Հայաստան։ Ու Հայաստանի իշխանությունները դրա մասին չեն խոսում։ Լսի, մարդիկ իրանց տունը տեղը ծախել են, այդ փախստականի կարգավիճակով փախել են, հայտնվել են մի մասը Ամերիկայում, մի մասը Եվրոպայում։ Ամերիկայում այդ դա անում է Տրամպը, Եվրոմիությունում էլ դա ալնելու է վիզաների ազատականացման բանով, գործընթացի մեկնարկով։ Այսինքն այն մարդիկ, ովքեր այնտեղ չունեն կարգավիճակ, շատ արագ հայտնվելու են Հայաստանում, ասելու են ձեր երկիրը էլ փախստականի իմաստը ո՞րն է, ստեղ որ գտնվում եք։ Ու մենակ Ուկրաինանն է, որ օգտվում է, էլ ասում են պատերազմը։ Մարդը ասում է, ես ոչ թե բանից եմ փախել, իշխանությունից եմ փախել, հա, այլ պատերազմի արհավիրքից եմ փախել։ Всё, մարդիկ պետք է հասկանան, այդ վիզաների ազատականացումը դա չի արվում մեր սիրուն աշկերի համար, կամ դա մեր համար ինչ որ մի եսիմինչ բարօրություն չի։ Չէ, ես այդ չէի հետ հարցնում։ Ես վստահ եմ, որ հայ ժողովրդի, ասենք, շատ չնչին տոկոսն է հետաքրքրված վիզաների ազատականացմամբ, իսկ սկզբանե մարդիկներից չի էլի, որ կոտորվել են Եվրոպա գնալով, շատ հաճախ Երևան գալու փող չունեն։ Լսի, մարդիկ միամտաբար մտածում են, որ եթե այն ժամանակ, ասենք, ենթադրենք 5000, 6000, 7000 եվրո փող էին տալի, կաշառք էին տալի, որ բան ունեին, վիզա ստանային, Շենգեն վիզա, որ հետո գնային այնտեղ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում փախստական դառնային, հիմա այդ 50-6-6000 եվրոն չեն տալու, այտենց ձրի հելնելու են, գնալու են այնտեղ փախստական են աշխատելու։ Ես ուզում եմ ասեմ, որ դա ընդհակառակը արվելու է, ոչ միայն ստեղից չեն կարողանալու մարդիկ փախնեն այնտեղ եղածներին էլ լցնելու են հետ ուղարկել։ Հա, մաքսիմում մարդիկ կարողանալու են 90 օր գնան Եվրոմիությունում բատրակ աշխատեն։ Դե եթե հայ ժողովրդի երազանքների գագաթնակետը կամ այն հատվածը, որի երազանքների գագաթնակետը Եվրոմիությունում բատրակ աշխատելն է, իրանց համար իսկապես լուրջ հեռանկարներ կարա բացվի Եվրոմիության։ Հա, որովհետև Եվրոմիությունում դեմ չեն լինի, ոնց որ ասենք հնդիկները գալիս են ստեղ բատրակի գործ են անում,
Հիմի դե կարաս ասես բատրակը վատ չի, էլի, հիմի ինչա բատրակը, Չէ, էլի։ վատ չի, հարցը Որ ասում լավ վատ չի, աշխատանք չկա, բան։ հարցը այն է, որ դա Եվրամիության ընտանիքի անդամ դառնալ չի, էլի։ Եվրամիությունը ընդհանուր օրգանիզմ է, որտեղ ֆինանսական աջակցություն կա պետությունների միջև, եթե մեկի բյուջեն, ասենք, չգիտեմ, դեֆիցիտի մեջ է, մյուսը պրոֆիցիտի, իրանք համահարթեցնում են այդ սկզբունքով, հիշում ես, ինչքան սկանդալներ էր լինում, որ Գերմանիան ստեփված էր լինում Հունաստանի տնտեսությունը ապահովել։ Այսինքն այդ միջավայրում, երբ որ իհարկե կան սահմանափակումներ, չգիտեմ, տարբեր տեսակի, բայց դրա հետ մեկտեղ էլ քեզ աջակցում են քո պետությունը, բերում են, հասցնում են իրենց մակարդակի առողջապահություն, կրթություն, ֆինանսական, տնտեսական աճն ապահովում, այդ գոնե հասկանալի է, բայց այս կարգավիճակով, որ տենց գիտես, ման էլի, ձեռքը մեկնած մուրացկանի կարգավիճակով, որ 2.5 միլիարդը, որը, ասենք, չգիտեմ, արդեն քանի տարի է խոստանում են, որ գալու է, հիշում ես, դու դրա մեկնարկը այդ խոստման։ Զարա ինչի չեն տալիս։ Ասեմ քեզ Ես ինչի։ մի հատ պուջուր ռեմորկանում, հետո կասես ինչի չեն տալիս։ Չգիտեմ, կարդացել ես հրապարակ թե չէ, մենք Կիրակի օրը հրապարակեցինք բանի Եվրամիություն Հայաստան ԵՍԿԳ-ժողովի ամփոփիչ հայտարարությունը, էքսկլյուզիվ փաստաթուղթ, որը մեր ձեռքի տակ էր հայտնվել 44 կետից բաղկացած, մի կետը էլի այդ 2.5 միլիարդի մասին հիշատակումներ, որ լավ եղեք, մի օր անպայման գալու է այդ փողը։ Հիմա ասա ինչի չեն տալիս ու քանի տարի արդեն չեն տալիս այդ փողը։ Նայ, նախ պետք է այդ դու ճիշտ ես ասում, որ երբ որ երկրները միանում էին Եվրամիությանը, Եվրամիությունը ուներ որոշակի չափանիշներ, զարգացվածության, չգիտեմ, կենսամակարդակի, իրանք փորձում էին ձգեին։ Բարձա ոչ Բուլղարիան, ոչ Ռումինիան, ոչ, չգիտեմ, այնտեղ մյուս երկրներ, նույնիսկ Պորտուգալիան կամ Իսպանիան չեկան հասան Հոլանդիայի կամ Գերմանիայի մակարդակի, Բելգիայի մակարդակի, բայց որոշակի միջոցներ եւ Եվրամիությունը տրամադրում էր։ Բայց նայ ինչ խնդիր է առաջացել վերջի 5-6 տարում ու կարելի ասել սկսած վերջի 10 տարվա ընթացքում Եվրամիությունը ապրում է տնտեսական ստագնացիա, այսինքն Եվրամիությունը ինքը չի զարգանում կամ հետընթաց է ապրում։ Բոլորը տեսնում են, բոլոր տնտեսագետները, չգիտեմ, ֆինանսիստները, արդյունաբերողները տեսնում են, որ Եվրոպայի շարժիչ ուժը համարվող Գերմանիայի տնտեսությունը ինքը այլևս կորցնում է իր մրցունակությունը։ 2022 թվականից հետո այդ տենդենսը ավելի բան է դարել, ցայտուն է դարել, ինչի համար, որովհետև երբ որ Եվրամիությունը ինքը փակեց ռուսական էժան գազի մուտքը Եվրամիություն եւ սկսեց առնել ավելի թանկ ամերիկյան գազ, գերմանական տնտեսության անկումը դառավ ավելի ակնհայտ։ Եթե մարդիկ դա ուզում են իրանց աչքով տեսնեն, ասենք Երևանում, Հայաստանում, պետք է նայեն, թե Երևանի փողոցներում ինչ մեքենաներ են հիմա վաճառվում եւ ինչ մեքենաներ են, եւ դա չի վերաբերվում մենակ Հայաստանին, դա վերաբերվում է ամբողջ աշխարհին։ Այսինքն BMW-ին, չգիտեմ, Mercedes-ին, Audi-ին, Volkswagen-ին, Տեսլան եւ ավելի շատ չինական մեքենաները։ Չինականները ավելի էժան սեգմենտում, բայց եթե այդ համարժեքության սկզբունքով, то Տեսլան։ Ամբողջ քաղաքը Տեսլա է նկատել, է։ Հա, նույնիսկ դրսից եկած մարդիկ ասում են կարող է Հայաստանում Տեսլայի գործարան կա։ Ահա, լսի, ուզում եմ ասեմ, տես, հիմա եթե նախկինում համաշխարհային մրցակցությունը արդյունաբերության մեջ դա Ամերիկայի, Ճապոնիայի ու Եվրամիության Գերմանիայի մրցակցություններ, հիմա այդ մրցակցության դաշտը տեղափոխվել է Չինաստան-Ամերիկա հարթություն։ Եվ Գերմանիան ինքը չունենալով այդ ռեսուրսը, ինքը չի կարողանում պահի փաշտ այդ ամբողջ կառույցը, էլի։ Երկրորդը Եվրամիության եղած ռեսուրսն էլ ծախսվում է Ուկրաինայի վրա։ Տես իրանք մեծ հաճույքով 90 միլիարդ եվրո փող տվեցին բանին, Ուկրաինային, պատկերացնես 45 միլիարդ այս տարվա համար եւ եւս 45 միլիարդ 2027-ի համար։
Ընդ որում դա այն գումարը չի, որի պետությունը վերականգնելու համար են տալիս, դա գումարը, որը Տալիս գնալու է են պատերազմի դաշտում պայթի, մի ժամ հետո չի լինելու, Իհարկե, իհարկե։ Ի տարբերություն 2.5 միլիարդի, որը խոստացել են Հայաստանին, ասա զարգացման պատերազմից հետո համար։ էս, չէ, կհիշես, երբ խոստացան առաջին Ես նույնիսկ հիշում եմ պատերազմից առաջ էլ կար այդ 2.6 միլիարդի խոսակցությունը։ Նայի, Իսկ Նիկոլի գալուց սկսած իրենք այդ 2.6-ը խոստանում են, 8 տարի է անցել։ Լսի, հիմա մի հատ էլ բան, հարցը առաջանում, չէ, Ուկրաինային կարան 90 միլիարդ տան, Հայաստանին 2.6 միլիարդ չեն կարա Բայց տան։ մեկը տային գոնե, մեկը, դաժե 2.6-ը չասենք, ասեին 1 միլիարդ էս տարի եք տալիս, 1 միլիարդը մյուս տարի ենք տալիս։ Զարա, այդ 90 միլիարդը նախ նվեր չի։ Այո։ Դա վարկա, որը տվել են բանին։ Այն 2.6 միլիարդը, որ մեզ են տալու, այդ էլ նվեր չէ։ Դա էլ էր վարկ լինելու։ Այսինքն մենք դրա համար տոկոսներ էինք վճարելու, բայց միևնույնն է։ Նայի, ինչի է Եվրամիությունը այտենց կպած ֆինանսավորում պատերազմը։ Իբր թե խաղաղության կողմնակից են, չէ՞, այտենց շատ խաղաղության լուրջ դատապարտում են ագրեսոր Ռուսաստանին, այդ փաստաթղթի մեջ մի կետն էլ դրան էր նվիրված։ Մի պարզ պատճառով Եվրամիությունը չի կարա զարգանա առանց գաղութների։ Լսի, Եվրամիության ամբողջ զարգացման շարժիչ ուժը դա եղել է գաղութները շահագործելը։ Հա, բայց հիմա 21-րդ դարն է։ 21-րդ դարում կա եւ գաղութան հիմա միտեղ նոր պետություն են հայտնաբերելու գաղութացնեն ու դա շահագործեն։ Նայի, իրանց իդեան հետեւյալն է։ Պետք է Ռուսաստանին այնքան թուլացնել, պատերազմի միջոցով այնքան մաշել, որ այդ երկիրը ներսից տրակի, բաժանվի մի քանի մասերի։ Մենք էլ մարդամի կտոր ձեռք ցենք։ Ну մարդամի կտոր, հա, մարդամի կտոր կամ ամեն մեկը այդ կտորներից տարբեր ոլորտներ, մեկը ասեն գազի հանքեր, մյուսը նավթի հանքեր, մյուսը չգիտեմ ածխի, մյուսը։ Ես իրենց հետ համաձայն եմ, շատ լավ մեթոդ է։ Լսի, բա դու մտածում ես այդ ներդրման իմաստը ո՞րն է։ Դու մտածում ես ինչ, Եվրոմիության համար ինչ որ կարևորություն ունի, ենթադրենք, այտենց առանցքային կարևորություն ունի, ենթադրենք Դոնեցկը Ռուսաստանինն է, թե Ուկրաինայինն է, կամ ասենք Իսկ Ուկրաինայի համար առանցքային կարևորություն չունի, Չէ, Ուկրաինայի համար չէ, Ուկրաինայի համար շատ առանցքային նշանակություն ունի, որովհետև Դոնեցկի մարզը Ուկրաինայի ամենատնտեսապես արդյունաբերապես զարգացած մասն էր, բայց իրանք լսի հսկայական միլիարդավոր ռեսուրս են դնում, որովհետև նայի հայ ժողովուրդը սենց միամիտ սենց ասում են, չէ, շուտ բողոքում են, ասում են, այ ախպեր ջան, բա չեք տեսնում ես, դու էլ էիր, չի ասում, բա չեք տեսնում ես Հայաստանում մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալները, գերիները եւ այլ։ Լսի, հայ ժողովուրդը մի մասը չգիտի, որ Եվրոպան այսպես ասած քաղաքակիրթ է դարել ընդամենը վերջի երևի 30-40 տարին կամ 50 տարին։ Լսի, մինչև հիմա նկարներ կան, որ 56 թվականին Բելգիայում գազանանոցում մարդկանց են վանդակների մեջ պահել։ Տեսել ես այդ նկարները։ Չէ, ամեն դեպքում դա Եվրոպան է ֆաշիզմի բնօրանն է, արի գոնե դրա մասին։ Ամերիկա, խնդրում եմ, ֆիլմեր կան, գնացեք նայեք, օրինակ մի հատ բան տվեք, Google-ով որոնում տվեք, կոչվում է Կանանչ գիրք, Զիլյոննայա կնիգա, նայել ես այդ ֆիլմը։ Ուրեմն 60-ական թվականների Ամերիկան է, որը պատմում է մարդու, որ սևամորթներին սեգրեգացիայի մասին, սևամորթը իրավունք չունի սպիտակի զուգարանը մտնի, չգիտեմ, նույն դահլիճում հաց ուտի, նույն մեքենայի մեջ իրար հետ ճանապարհ գնան, դա ոչ թե շատ ինչ-որ հեռու անցյալի բան է, ելի եմ ասում, դա 1960-ականների մասին պատմող ֆիլմ է։ Սրանից ընդհանրապես ես ասես խոսույթը փոխվել է, այսինքն արտակուստ իրանք քաղաքակիրթ են, բայց այդ տարանջատումը, այդ սեգրեգացիան իրենց ուղեղներում արկա է։ Իհարկե, իրանք մեզ նայում են որպես աբորիգեն։ Հիմա դու ինչա մտածում ես, ասենք, ֆրանսիացիները։ Հիմա ատվետը չկա։
Մեր պատասխանը ո՞րն է։ Մենք որ տեսնում ենք, որ այս բան մտածածին, այս չգիտեմ, sense կեղծ, այս ժողովրդավարություն են մեր վրա ծախում։ Հայ ժողովրդի մոտ չի առաջանում այդ պատասխան վրթովմունքը, էլի, որ տղեկ, եկեք դուք մի խառնվեք, մենք որոշենք մեր երկրում ով լինի։ Լսի, մեր ուղեղը 90-ական թվականներից սկսած վերաֆորմատավորել են։ Տես, օրինակ ինչի եմ ասում 90-ականներից, որովհետև մինչև 90 թվականը, երբ որ Հայաստանը սովետական միության կազմում է եղել, չէ՞, մենք իմացել ենք, որ մենք ավելի քաղաքակիրթ ենք, որպես պետություն, որպես հասարակություն, քան եվրոպացի, քան ամերիկացիները։ Լսի, Հայաստանում հիշում ես մի հատ խոսք կար, ասում էին, բան չեն Ամերիկայում նեգրերին ճնշում, չէ՞։ Լսի, սովետական միության ժամանակ մարդիկ, ես դպրոցական եմ եղել, մենք պլակատներով գնում էինք ցույցի, տենց ծծից ցույցեր էին։ Մենք դեմ ենք ապարտեիդի ռեժիմին, դե բանում, չէ, հարավային Ամերիկայում ապարտեիդի ռեժիմ կար, որտեղ Սևերիուս Աֆրիկայում։ Հա, Հարավաֆրիկյան Հանրապետությունում օրինակ, հա, կներես, Հարավաֆրիկյան Հանրապետությունում Լավ, հիմա չխորանանք, լսի, հիմա այս պահին մենք չէ, դեմ շատ չենք։ կարևոր է, չէ, լսի, Զարա, իրականում շատ կարևոր է։ 90 թվից սկսած մեզ ասել են, որ մենք ինքներս որպես հասարակություն, որպես մարդու տեսակ, չգիտեմ, մենք հետամնացենք, կա առաջադեմ Եվրոպա, օրինակ Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ է քարոզում, ասում է, մենք պետքա ձգտենք, նմանվենք, հասնենք եվրոպական արժեքներին։ Լսի, դա ոչ թե գժություն է, ոչ թե ապուշություն է, դա վիրավորանք է համայն մարդկության հանդեպ։ Այդ նշանակում է, օրինակ, որ ասես չինական կամ հնդկական արժեքները, քաղաքակրթությունը ավելի հետամնաց է, քան եվրոպականը։ Կամ իրանական, հա, 100-ամյակ ավել է։ Հա, որ իրականում, որ խորանաս, ախպեր, այդ մեր ամբողջ շրջապատը մենք ինքներս, մենք եղել, երբ որ մենք քաղաքակրթության բնորան ենք եղել, Եվրոպան ամբողջ օրը հարձակվել է Հռոմի վրա, չգիտեմ, Հունաստանի վրա, վանդալներ, չգիտեմ, գոթեր, վեստ գոթեր։ Դե մեղադրելու չէի, որովհետև այդ հրկաների երբ որ քեզ հասարակություն 30 տարի ստորացնում են, դու հիմի չես կարում բողոքես, ասես ախպեր, էս ինչ գժություն եք ասում, ոնց թե բանը, ասում են, չէ, ուրեմն իրանց ասածը օրենք է։ Լսի, դա ոնց որ մարդու ու նախամարդու բանը լինի։ Պոլինեզիայում կամ ինչ-որ միտեղ մի հատ կղզի կա, որտեղ բանի ամերիկացիների պաշտամունք կա։ Գիտեք, ասում են նույնիսկ ամերիկացիների չէ, անգլիացիների Գևորգ Թագավորը իրանց համար իբր աստված է։ Ինչի համար, որովհետև անգլիացիները ինքնաթիռով նավերով գնացել են, արա սրանք էլ տեսել են, ասել են, այդ որ ասում են աստված բանման, ինքնաթիռն տեսած արկել են պաշտամունք։ Հասել են նրանք եկան ինքնաթիռներով բան սենց, հիմա հայ ժողովրդին մոտավորապես տենց, եվրոպացիներին մենք սարքել ենք աստվածություն, հիմա այս մարդիկ որ եկել են, Ես այդ համաձայն չեմ։ Հայ ժողովուրդը նայելու է, այս sense ոնց որ դու ես հիմա նստած վերլուծելու ասել է, եթե իրանց քաղաքակրթական արժեքները, ասենք, ազատ ու ժողովրդավար պետությունն է, Նիկոլ Փաշինյանը այստեղ բռնապետություն է կիրառում վերջի մի քանի տարին այտենց ամբողջ եռանդով, ու իրանք դա չտեսնելու են տալիս, նշանակում է իրանք այդ արժեքի կրող չեն։ Եթե իրանց արժեքները սոցիալական ապահովությունն ու առողջապահությունն է, իսկ մեր երկրում արցախցիները անգամ փախստականի նորմալ կարգավիճակ չունեն ու սոցիալական ապահովություն չունեն, այդ նշանակում է, որ իրանք դա աջակցում են։ Ու սենց բազմաթիվ կետերով դնելու այդ համեմատությունը անի, ասելու եթե իրանց սրտի տղեն Նիկոլն է, ուրեմն իրանց երթը լավը չի։ Այսենց, այս ֆորմատով։ Դե եթե տենց անեն, շատ լավ կլինի։ Եթե իրականում տենց։ Եթե դու ժողովրդավար ես ու քո ընտրածը Փաշինյանն է, արդեն դրա մեջ հակասություն կա, էլի։ Լսի, քանի որ էլի եմ ասում, միշտ հայերին կեղծիքով են կերակրել։ Տես, դու կհիշես, որ նախորդ ընտրություններին այն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Լևոն, լսի, միշտ ցենց էին անում։ Բա հեսա եվրոպացիները մի հատ ցենց հայտարարություն կանեն, չեն ընդունի ընտրությունների արդյունքները, չէ։ Հա, կամ մենք կդիմենք Եվրամիությանը, չգիտեմ, եվրոդիտորդները
Միթե եվրոդիտորդները չեն տեսնում այս ապօրինությունները։ Լսի, բա այդ ինչի համար են արել, որ մենք իրանց հոգեբանորեն ընդունենք արդարության, չգիտեմ, ժողովրդի, այո, վերջին ինստանցիա։ Եթե հիմա իրանք որպես վերջին ինստանցիա, այսինքն ճշտի կատարելության, չգիտեմ ինչ, եկել են մարդ, ասում են ախպեր, քանի որ դուք մեզ ընդունում եք վերջին ինստանցիա, մենք ասում ենք, այս մարդը պետք է լինի ձեր դիրեկտորը։ Հիմա քո մոտ այդ բանը առաջանում է, չէ, դրան դիմադրությունը, չգիտեմ, դրա նկատմամբ զայրույթը, չէ, նորմալ մարդու մոտ ինձ թվում է առաջանում է։ Հայը հո շփվել է Նիկոլի հետ։ Լսի, մեր եվրոպացիների հետ չի շփվել, բայց Նիկոլի հետ շփվել է։ Լսի, մեր մոտ հոգեբանական տրանսֆորմացիա պետք է լինի, որ մենք հասկանանք, որ մենք ոչ եվրոպացիների համար ոչ թե իրանց ընտանիքի անդամ ենք, իրանց համար մենք ընդամենը հերթական գաղութային տարածք ենք։ Երրորդ սորտի է ժողովուրդ։ Երրորդ երկրի, լսի, ոնց որ Աֆրիկայում ֆրանսիացիները ունեն, չէ, ինչ որ այտենց գաղութային բան ունեն, կոչվում է ինչ որ համագործակ, ինչ որ ֆրանսիական համագործակցություն, չգիտեմ ինչ։ Մի խորացի։ Հա, նույնը ունեն բրիտանացիները, այդ իրանց նախկին գաղութներին, բաներին։ Հիմի Հայաստանը իրանց համար ոչ թե եվրոպական ընտանիքի ինչ որ մի մասն է։ Ես քեզ ասեմ, նույնիսկ գաղութի կարգավիճակով չեն ուզում վերցրած լինեն։ Գաղութի կարգավիճակով գիտես ինչ իմաստով, որ գաղութում գաղութատերերն են վարչակազմի ղեկավար նշանակում։ Իհարկե մեր մոտ այդ բանը առաջանում է, այդ դիմադրությունը առաջանալու է, բայց դանդաղ է լինելու։ Մարդիկ պետքա իրանց մեջ ուժ գտնեն, բանականություն գտնեն, տես օրինակ ամբողջ աշխարհում այդ բանը մերժել են։ Նույնիսկ Աֆրիկայի այն ամենա, այսպես ասած, մեր պատկերացած հետամնաց երկրում ֆրանսիացիների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Շատ տեղեր նույնիսկ ուժով են վռնդել իրանց երկրներից, տարբեր տարիներ։ Եվ հիմի ենթադրենք Մակրոնը որ գնա այնտեղ, սենց հայ ժողովրդին չի կարելի հաստատել։ Հա, այս հայերը սենց կապիտների դմա, բաց, այս տերը եկել է, փրկիչը եկել է, բան։ Լավ, ես քո հետ համաձայն չեմ։ Մի նվաստացրու իմ ժողովրդին։ Դու սխալ ես։ Ես վստահ եմ, որ սա ընդհանրապես սենց շոուի բաղկացուցիչ մասն է, ասենք մարդիկ ուղակի հետաքրքիր է իրաց, ինչ է եվրոպական ղեկավարը, ինչ տեսք ունի, ոնց է պատտվում, ինչ է։ Լսի, հասարակության քանի տոկոսն է մտածում, որ եկել է գաղութային կայսրության մի հատ ներկայացուցիչ, որը եկել է մեզ գաղութացնի։ Ես մտածում եմ, որ հասարակություն թքած ունի, որ 3 օր հետո չեն հիշելու ոչ այս գագաթա ժողովը, ոչ եկած Մակրոնին, ոչ Նիկոլի։ Գիտես ինչ, լսի, եթե մենք այտենց լնեինք, իրականում մենք այտենց լնեինք։ Օրինակ դու պատկերացնում ես Մակրոնը գնա Մալիում պրեզիդենտին աջակցի։ Հենց Մալիի նախագահ ինքը կարող ասի ինքը բայց ուրիշ նախադեպ եղել է, էլի, որ Վենսը գնացել է Հունգարիայում նախագահին, վարչապետին աջակցել է, ու հետո այդ մարդը չի ընտրվել։ Չի ընտրվել, որովհետև նրան էլ եվրոպացիներն էին աջակցում։ Այդ արի բանի մեջ։ Ուզում ասես, որ կրվածն են Թրամփի ազդեցություն, եվրոպացիների ազդեցություն, եվրոպացիների ազդեցություն ավելի բարձր կլինի, բայց հաշվի առ Հունգարիան Եվրոպայում է, մենք չէ։ Այդ կա, ես ուրիշ բան եմ ասում, եթե մենք Եվրոպային վերաբերվեինք որպես գաղութարարների, իսկ եվրոպական առաջնորդներին որպես գաղութային կայսրության ղեկավարների, իրանք չէին գա ստեղ Նիկոլ Փաշինյանին աջակցելու, իրանք կիմանային սոցհարցումներով, հանրային տրամադրությամբ աջակցությունը կարող է նույնիսկ ավելի իջացնել։ Իհարկե, կասեին ախպեր դուք ով եք։ Իրանք իհարկե հիմա հասկանում են, որ ոչ ժողովրդավար հայ ժողովրդի կողմից զզվելի, ատելի Նիկոլ Փաշինյանին պաշտպանելով, իրանք դրանով հայ ժողովրդի աչքին էականորեն նվազեցնում են եվրոպական արժեքների, այսպես ասած, քաղաքակրթական նկատմամբ դրական վերաբերմունքը իջեցնում են։ Բայց իրանք նժարի վրա դրել են եւ չափել են եւ կշռել են, հաշվել են, ճիշտ է, մենք հայ ժողովրդի աչքից ընկնում ենք, բայց մյուս կողմից աջակցելով, եթե մենք թույլ տանք, որ Նիկոլը կորցնենք Նիկոլին, Հայաստանում կարող է գա, հա, կարող է գա մի հատ իշխանություն, որը չուզենա, որ մեր բանի տակ լինի, դիկտատի տակ լինի։ Իրանց դիկտատի չէ, Թուրքիայի դիկտատի։ Լսի, իրականում մենք 100 անգամ ասել ենք, Եվրամիությունը Հայաստանում, Արևմուտքը Հայաստանում, Ամերիկա, Եվրոպա, ներկայացված է Թուրքիայով, իհարկե։ Հիմա հո մենք այդ ամեն ինչը հասկանում ենք, մեր հետևորդներն են դա հասկանում։ Արի ես կանխատեսեմ, 3 օր,
3 օր սա քննարկվելու է 3 օր, այդ 3-ն էլ շատ եմ ասում, ես քեզ ասեմ, լրահոսը այդքան էլ չի պահում։ 3 օր քննարկվել է, 3 օր հետո, չգիտեմ, մի հատ ուրիշ մի բան է տեղի ունենալու, Փաշինյանը հերթական անգամ, չգիտեմ, մեկին վիրավորելու է, մեկին նեղացնելու է, Քազարշավի շրջանակներում մի մարդու հետ լավ չի խոսելու, բոլորը մոռացվելու է, մենք բոլորը ամբողջ ազգով էլի սկսելու ենք քննարկել, որ ամբարտավան լկտի վարքագիծ է, որ այս մանով Քազարշավով ինքը պետք է ոչ մի ձայնի չարժանանա, 3 օր հետո իրավիճակը այն որ ասում է հին տներն է վերադառնալու, համաձայն ես թե չէ։ 3-ն է շատ եմ ասում, Լսի իրականում այդ քո մտքի հետ, որ հայ ժողովրդի համար միևնույնն է, ասենք, չգիտեմ, Մակրոնը ում բանանում։ Ինձ թվում է երևի Աստվածը լիչնի ասի Նիկոլ ընտրեք, երի կասկածի տակ են դնելու, էլի։ Իրանք աշխատում են այդ քո ասած անտարբեր, նես пассив զանգվածի վրա, եւ երկրորդը իրանք հետ ընտրական զարգացումների համար են հիմք նախապատրաստում։ Կարծում ես, ես անկեղծ մտածում եմ, որ որևէ աջակցություն չի լինելու հետ ընտրականի դեպքում։ Ասենք, եթե այստեղ ընդդիմությունը չհամաձայնվեց ընտրությունների արդյունքի հետ ու փողոցային պայքար սկսեց, իրանք որևէ ոչ զորք են ուղարկել, ոչ զենք են ուղարկել, ոչ կարող են այնտեղ տենց նամակներ գրեն, էլի որ։ Ես չեմ ասում զենք զոր։ Ընդունեցինք ժողովրդավար ընտրությունների արդյունքները եւ այլն, ու Չէ, չէ, հա, իրանք ընդհանրապես շնորհավորել են Նիկոլին ու ստեղ հիշում ես, երբ որ հանրահավաք էր լինում, Ամերիկայի դեսպանատունը բանը Կորանում էր։ Չէ, ոչ միայն կորանում էր, այս վերջին նկատ բռնության ժամանակ հա, փոխանակ դատապարտի իշխանության իշխանության բռնությունը ցուցարարների նկատմամբ ցուցարարներին կոչ է անում, ասում է, բան չանեք, հանկարծ զսպվածություն դրսևորեք, բռնության մի գնացեք բռնության բան։ Բայց էլ ամերիկան դες չի անելու։ Եվրոպական դեսպանատները կարող է շարունակեն, բայց ամերիկյանները չէ։ Ասա որտեղից գիտես։ Որտեղից, ասա։ Չես նկատել, որ Ամերիկայից ֆինանսավորվող տարատեսակ ՀԿ-ների եւ այլ կառույցների ներկայացուցիչները ռետորաբանություն են փոխել։ Անկամ իշխանություններին կոշտ քննադատության են ենթարկում։ Ես ուրիշ բանի հետ եմ իրականում կապում, ասեմ ինչի համար, որովհետև այդ ամերիկյան ֆինանսավորումից կտրված բաները, ՀԿ-ները հիմա ուզում են մաքրվեն Նիկոլի տեղավորվեն եվրոպական ֆինանսավորման տակ։ Ամենաառաջնահերթ ուզում են մաքրվեն Նիկոլի աջակիցը լինելու եւ Նիկոլի կատարած հանցագործությունների ու ցածր վարկանիշի տակ մնալու բեռից։ Դու պատկերացնում ես մտածում են ընտրություններում չի անցնելու ժամանակից շուտ լողանում են դուրս գան ապրես իրանք գնալու են Նիկոլին են ընտրելու, բայց հիմա շատ մի հատ լավ բառ ասեցիր, իրանք հիմա զբաղված են ամենօրյա լողանալով։ Իրանք ուզում են ցույց տան, որ այս ռեժիմը մեր համար նույնքան անընդունելի է, դատապարտելի է։ Հա։ Չէ, բայց իրականում Ամերիկայում չկա ոչ մի տեսակի ցուցում, որ պետք է Փաշինյանի իշխանությանը աջակցել ես նախընտրական գործընթացներում։ Եթե նկատել ես անգամ պետության մակարդակով որևէ մասնակցություն չկա, չգիտեմ, հաղորդակցություն չկա, այն դեսպանն էլ ոնց որ չգիտեմ։ Նույնիսկ դեսպան չեն նշանակում։ Հա, մեր մոտ դեսպան չեն նշանակում, ընդեղի մեր դեսպանը ասում են տնից դուրս չի գալիս, տխուր նստած է այդ իր դեսպանը տանը։ Մի խոսքով մոռացել են Հայաստանի գոյության մասին, Հայաստանի տեղի մասին, նույնիսկ թրիպի մասին են մոռացել, ոչ մի բան իրանց դա չի հիշեցնում, մի քիչ ուրիշ թեմաներով են հիմա զբաղված ու այդ աջակցությունը չկա։ Իսկ Նիկոլը որ իմիտացիա է անում, որ գիտեք, ինձ ամբողջ արևմուտքը, հա, ասենց ասում է, Ռուսաստանից են կոմ, բոլորը ինձ են աջակցում, չկա Ռուսաստանից են կոմ, բոլորը ինձ են աջակցում։ Կա մի հատ եվրոպական կառույց, որի տենց բոլոր անդամները չի, որ Նիկոլին աջակցում են, ակնհայտ է, ու կա Ամերիկա, որին տենց լրիվ մեկ է, էլի ստեղ Նիկոլը կլինի, թե ասել քեզ ոնց մի հատ մարդակապիկ կլինի, իրանց համար տարբերություն չկա։ Այն խոսքով, դա համար այս սրանց վարքագիծը փոխվել է, էլի այդ ՀԿ-ների, պոպուշ տղաների ու աղջիկների։ Դե գուցե դա է, բայց պատճառը գուցե, բայց ես ավելի շատ այդ քո լողանալն էլ է այդ դրամաբանության մեջ, էլի, որ եթե իմ պատվիրատու երկիրը այլևս իրեն չի աջակցում, պետք է արագի մեջ լողանալ, բոլորս մոռանանք, որ մենք այն ժամանակ աջակցում էինք, չի եղել տենց թեմա, այդ մենք չենք եղել, էլի, այդ հա, նոր շորեր հագնենք, բան, իբր տենց մաքուր, կոկիկ Եվ նույնիսկ սկսել են Նիկոլին մեղադրել, իբր թե դա Ռուսաստանի դրածոն է կամ Ռուսաստանի Այդ вообще բացում է։ Հա, Մեկ էլ գիտես ինչն է բացում, նկատել ես իշխանությունը փորձում անդիմությանը փչացնել իր հետ կապելով։
մի հատ նորից իր հետ կապելով, հա, ասենք ասում է, չգիտեմ, Սամվել Կարապետյանի կուսակցության ինչ անդամները ԿՊ-ին, ինչ, նու ԿՊ-ին էլ չէ, իմ քայլը հիմնադրամին փող են փոխանցել դրանով փորձում են փչացնել ընդդիմանիր ուժին, էլի, ասենք լավ գոնե ներքին բան չկա, վրդովմունք չկա դրա դեմ, էլի, որ տղեկ մի արեք, էլի, դες բան։ Շատ հետաքրքիր կարծրաշավակ գնում։ Դրան այսօր չհասցրեցինք անդրադառնալ։ Լսի, մի փոքր անդրադառնանք այդ բռնելու թեմաներին, որը անընդհատ շարունակվելու է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը, ինչ ասեմ, լսի, ես մի անգամ ընտրություններից մի 4 ամիս առաջ, ու սրանից մի 4 ամիս առաջ մի հատ մեկը գրել էր, ծանոթներիցս մեկը ինձ Facebook-ով գրել էր, թե ես տեղեկություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը 400,000 հատ բան է պատվիրել։ Անձնագիր։ Ոչ, այդ ոտքին, որ միացնում են, բրասլետ։ Ես ասացի, արա 400,000 հատ, այսինքն դրա իմաստը է, որ 400,000 մարդու կարող է տնային կալանքի ենթարկեն։ Ես ասացի, դա մի քիչ բան, էլի աբսուրդ թիվ է, ֆանտաստիկ թիվ է, բայց հիմա որ տեսնում եմ, թե ինչ բանով է Ճանասիրությամբ, երանդով մարդկանց տնային կալանքի ենթարկում, լսի, դա հələ այն երանդն ու այն ճանասիրությունը չի, ընտրություններին մոտենալուն զուգահեռ այդ ամեն ինչը Էլ մի վախեցի ժողովրդին, ոչ իմանալ չի կարենալու անի, դե տանտեր բերթերում տեղերը սահմանափակ բայց բերթերում չեն գցում, տանում են տունն են պահում, ասում են գնալ նստել, լավ գործի համար կարելի է գնալ տանը նստել մի 10 օր էլ։ Դե հա, ես դեմ չեմ, բայց ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը կարա դրան էլ գնա, որ մի 400,000 մարդու տունը նստեցնի։ Ես ուրիշ բան եմ լսել, Փաշինյանի արտադատության նախարարը բանակցություններ ա վարում մի հատ մասնավոր կազմակերպության հետ, որպեսզի մասնավոր բերդ կառուցեն, ընդ որում կալանքի համար նախատեսված, այսինքն ոչ թե արդեն դատապարտվածների համար, այլ կալանքի էտապում գտնվող մարդկանց համար 1000 տեղանոց։ Ու պետությունը պատկերացնում ես երաշխավորելու է, որ այդ 1000 տեղանոց լցված է լինելու, այսինքն մենակ այդ պայմանով է բերդը կառուցվելու, էլի։ Բայց արժի չէ, որ այդ բերդը կառուցվի։ Հաստատ։ Ընդ որում այդ մասնավորի ներկայացուցիչը հումոր է անում, ասում է իրենց համար են սարքում։ Ապրես։ Իրենց համար են սարքում, որ կոմֆորտ ու բաներով, պայմաններով բերդ։ Իսկ առաջինը այն Սրբուի Գալյանն է, չէ՞, լնելու։ Չգիտեմ, Սրբուի Գալյանը կլինի թե չէ, բայց ասենք, պատկասում ես, չէ, օթորակիչներով, ջեռուցմամբ, ամեն համարում առանձին բան լողանալու, զուգարանի հնարավորություն, ինչքան մի խոսքով տենց հաճելի տեղ է լինելու։ Ո՞վ է վճարելու դրա դիմաց։ Պետությունը թե կալանավորը։ Կալանավորը։ Պետությունը տալու է մինիմալ այն, չգիտեմ, սննդի բանի եւ այլն, հա, այն ինչ որ հիմա արտլանչով անում են բոլոր բերդերի համար, մնացած հավելյալ ծախսերը ոնց որ փակելու է կալանավորի ընտանիք։ Իսկ թվում է շատ հարմար բան, լավ բիզնես է։ Հոստել ալնելու, էլի կա հոստել կալանավորների համար։ Բայց 1000 տեղ երաշխավորես պետության անունից, այն էլ կալանքի փուլում գտնվող մարդկանց համար։ Հիմա որ sense մտածում ես, շատ չի 1000-ը։ Հա, այդքան է շատ։ Չէ, դե ԿՊ-ականները իրանց ընդհանուր այդ բանով, կազմով մի 1000 հոգի կդզվեն։ Ինձ թվում է 270-ից չեն անցնում։ Մնացածն ինչ են կանելու։ Լիքը դատարկ կամերա մնալու։ Դե հիմա կարան բան լինի, մասնավոր հյուրանոց լինի, նաև ինչ։ Եթե նորմալ տեղում կառուցեն։ Ես առաջարկում եմ այդ բանին զուգահեռ ասենք ինչ որ տենց կենթանաբանական այգու ֆորմատ լինի, որ հնարավոր լինի գնալ ասենք այդ համարներում նայել ոնց են իրանք ապրում։ Բայց ում է հետաքրքիր։ Պատկերացնում ես կարելի է երեխեքին տանել դպրոցական ասել, այս իրանք են ազգի դավաճանները նայեք, եթե մի անգամ էլ սենց անեք իրանց օրը կհայտնվեք։ Ազգի դավաճաններին պետք չի ցույց տալ։ Ազգի դավաճանների մասին պետք է ընդհանրապես մոռանալ, էլի։ Ու նկատի ունեմ, լսի, հիմա պարզ է, ես օրինակ մտածում եմ, անկեղծ եմ ասում, որ բանից հետո, իշխանափոխությունից հետո Հայաստանում ինչ որ մի հատ հուշարձան կամ մի ինչ որ հուշակոթող պետքա կառուցվի, որը դավաճանի նախ մի դավաճանի էլ եւ նիկոլական այս բանի զոհերի հուշարձանը, նիկոլական բռնապետության զոհերի հուշարձանը անպայման պետքա լինի, որովհետեւ դա դավաճանության, այդ անտերության,
մի ինչ-որ մի բան, որը խորհրդանշի, որ մարդիկ ու Ոնց ինչ-որ ասունցի Դավիթն ա, գիտես։ ու ապրիլի հրեշը 23-ը, կփոխանա, ես ահա։ նույնիսկ օրը գիտեմ, որ ապրիլի 23-ը Քաղաքացու տոնը, հա, իրանց։ դե դա պետքա վերանվանվի։ Դա։ Դա նիկոլական, ասենք, ոնց սա կար, չէ, ասենք Ստալինյան բռնապետության զոհերի հիշատակի օր կար, այդպես բան հուշարձան կար։ Իրականում Հայաստանին եթե խորանանք, եթե լուրջ նայենք, ոչ թե խորանանք, սխալ բառ եմ ասում, եթե լուրջ նայենք, Ստալինյան բռնապետությունը Հայաստանին անհամեմատ ավելի քիչ վնաս է տվել, քան նիկոլական բռնապետությունը։ Ստալինյան բռնապետության պայմաններում Հայաստանը ճիշտ է մարդկային կորուստներ ա ունեցել աքսորների բանի տեսքով, բայց Ստալինյան բռնապետության ժամանակ Հայաստանը տարածքային կորուստ չի ունեցել։ Ես քո համաձայն եմ։ Իշխանափոխությունից հետո արի Նախաձեռնենք մի հատ հուշարձան անպայման կառուցենք։ Ազգային ժողով կարելի է դիմել նույնիսկ բան անել, խմբակցություն էին համոզել, որ այդ օրը ապրիլի 23-ը վերանվանվի որպես նիկոլական, ինչ ասեմ, բռնապետությանն էլ չէ, գիտես ինչ, ռեժիմի զոհերի, որի տակ կլինեն թե Քովիդի զոհերը, թե Սոնա Մնացականյանն ու իր եւ Արմեն Գրիգորյանը եւ տասնյակ հարյուրավոր անմեղ մարդիկ եւ պարտադիր չի որ այդ մարդը միայն զոհված լինի, մահացած լինի։ Զոհը նաեւ այն մարդն է, որը ֆիզիկական, հոգեկան տառապանք է պատճառվել այդ մարդկանց։ Իսկ ֆազանները, որոնք իրար օրոք դատապարտվել են ու բերթերում են հայտնվել։ Պարտադիր չի, երբ որ մարդուն դու պատճառում ես ֆիզիկական, հոգեբանական կտանքների ես ենթարկում, այդ մարդը արդեն իսկ զոհն է, քո ռեժիմի զոհն է։ Իսկ եթե այդ հաշվարկով նայենք, նիկոլական բռնապետության զոհերի թիվը տասնյակ հազարների է հասնում, եթե ոչ ամբողջ հայ ժողովուրդը, որը այս ուղղակի ժողովուրդը չի ընկալում, ինձ թվում է այդ ամբողջ։ Լավ էլ ընկալում է։ Լսի, արդեն կանայք տեսել ես երևի վիդեոներ, կանայք արդեն հայհոյանքով են խոսում Նիկոլի մասին։ Սեռական հայհոյանքներ են տալի, որը խայտառակություն է, մի կողմից մտածում ես, լավ, մարդը կարա իշնի այդ աստիճան, որ սեռական հայհոյանք տա, բայց մյուս կողմից մտածում ես մարդուն ինչ վիճակի են հասցրել, որ մարդը արդեն բարեկրթությունը Հոգեբաններն ասում են, որ ստրեսից ձերբազատվելու մեթոդ է հայհոյանքի ժամանակ, ոնց որ այդ բացասական հա դուրս է գալիս, մարդը մի քիչ հանգստանում է, մի քիչ ցավը մեղմում է, էլի, այդ հայհոյանքի հետևանքով։ Չգիտեմ ինչքանով արդյունավետ։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Արի, որ ասում թող ամեն ինչ լավ ավարտվի, այդ նախաձեռնությանը կպնենք երկուսով անենք, լավ միտք էր։ Պայմանավորվեցինք։ Всё, ինձ թվում է այսօր հերիք էր, չգիտեմ ինչքանով հաջողվեց մեզ ձեզ ներկայացնել, թե ովքեր են եվրոպացիք եւ ինչի համար են այսօր եկել Հայաստան Նիկոլ Փաշինյանին աջակցելու, բայց եթե չհաջողվեց, մենք մյուս շաբաթների ընթացքում դեռ այս թեման քննարկելու ենք, ասա։ Մինչև ընտրություններ դա մեր օրակարգում է, Նիկոլը եւ նրա ռեժիմը Նիկոլը եւ նրա աջակիցները այդ ֆորմատի մեջ, ընդ որում ոչ ներքին ընտրողի կարգավիճակով, այլ դրսի անհասկանալի շահերով առաջնորդվող աջակիցները։ Այսօր երևի թե այսքանը, հա։ Հրաժեշտ տանք։ Քան որ սկզբում չեմ ասել, բաժանորդագրվեք, խնդրում եմ։ Կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, այդ շատ կարևոր է մեզ համար, հատկապես որ ուշով երկուսս էլ կարդում ենք բոլոր մեկնաբանությունները, ես նույնիսկ աշխատում եմ պատասխանել բոլորին մեկնաբանություններին, որտեղ հնարավոր է։ Կներեք, մի բան էլ ասեմ, մեր հետևորդներից մեկը ուղղակի հեռախոսով խնդրել էր անդրադառնալ Գեգամ Նազարյանին, որովհետև ասում էր, որ դու մյուսը բանին, այդ մյուս դասին հա լավ Մյուս դասին Գեգամ Նազարյանի կանդրադառնանք, ես էլ այնտեղ ավելացնելու բաներ ունեմ։ Այսօր այսքանը, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական բացի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։